Այսօր կխոսենք Աստծո հատկանիշներից մեկի մասին, որ համեմատաբար ավելի քիչ ենք խոսում սրա մասին։ Մենք շատ ենք խոսում սիրո, բարության, ողորմածության, Աստծո փրկարար ծրագրի, շնորհի մասին։ Շատ ենք խոսում Աստված, որ բժշկող է, Աստված օգնող է, գթած է։ Իհարկե, սրանք շատ լավ է, սրանց մասին պետք է մենք միշտ խոսենք, միշտ հիշենք, միշտ գոհանանք Աստծուց իր հատկանիշների համար, բայց այսօր կուզեմ մի հատկանիշի մասին խոսեմ։ Այդ հատկանիշը արդար դատավոր լինելն է։ Աստծո խոսքում շատ տեղ կա, տասնյակ համարներ կա, որ ցույց է տալի, որ Աստված արդար դատավոր է։ Մենք չպետք է մոռանանք, որ Աստված արդար դատավոր է։ Աստված ինչ չափով որ սիրող հայր է, այդ նույն չափել ինքը արդար դատավոր է։ Եվ ինձ մեկ տարի առաջ մոտավոր մեկը հարց տվեց, որ ինչու է Աստված, եթե սիրում է մարդուն, սիրում է իր որդուն, ինչու է ինքը դատում։ Ու այս հարցից հետո տենց ծագեց այս պատգամը, մոտս գրեցի, մոտավոր պատասխանը այսպես է, քանի որ Աստված արդար է, ինքը չի կարող բարին եւ չարը հավասար համարել։ Դատը արդարություն է, ոչ թե պատիժ։ Աստված չի կարող մեղքը թողնել անպատիժ։ Գիտենք, առաջի դատը, որ Աստված արեց, դա Արուսյակին, երբ որ Արուսյակը հպարտացավ, Աստված չէր կարող դրան անտեսել։ Դա Աստծո բնույթին հակառակ է։ Գիտենք, որ Աստված պատժեց Արուսյակին, ու եթե չպատժեր, հետևանքը ավելի մեծ էր լինելու։ Նույնը Ադամի ու Եվայի հետ կապված, երբ որ Եվային ասեց, որ դու ցավում ես երեխա ունենալու, Ադամին ասեց, որ դու քո քրտնինքով կաշխատես քո հացը, տեսեք, սա նպատակը այն չի, որ մարդուն պատժի։ Աստված մեզ չի ստեղծել, որ ինքը մեզ պատժի, ինքը մեզ դատի։ Այս ճիշտ հակառակը, Աստված ստեղծել է, որ մենք իր հետ փոխհարաբերության մեջ լինենք, բայց շատ ժամանակ ինքը արդար դատ անում մեր հետ, որովհետև հետագայում վնասը կարող է ավելի մեծ լինել։ Եթե Աստված չպատժեր մեղքը, պատկերացնում եք հիմա ինչքան ահավոր վիճակ կլիներ։ Անկամ եթե Աստված պատժում է մեղքը ու այս վիճակն է, պատկերացրեք, եթե չպատժեր։ Մեկ այլ տեսանկյունից մոտենանք այս հարցին, պատկերացնենք երկրի ներսում X խնդիր կա, ու խնդիրը վերացնելու համար ինչ անում կառավարությունը, ինչ որ օրենք է ստեղծում, ծրագիր է մշակում, որ ովքեր որ այս օրենքը խախտեն, կպատժվեն։ Կարող են տուգանվել, կարող են դատվել։ Օրինակ, հիմա եթե ինչ որ ծրագիր որոշեն, որ օրինակ գողերին պետքա պատժել, դատապարտել։ Հիմա երկրի ղեկավարները սիրում են իրանց ժողովրդին, թե ոչ։ Պատասխանը միանշանակ է, սիրում են, դրա համար այս օրենքը հանում են, որպեսզի մյուսները չտուժվեն։ Այս օրենքը ոչ թե մարդու դեմ է, այլ հենց իր ժողովրդի համար է, որ մարդիկ լինեն պաշտպանված ու անվտանգ։ Նույնը Աստծո մոտ է։ Նա դատում է, քանի որ արդար եւ ցանկանում է մենք մեղքից հեռու լինենք։ Ու մենք ենք որոշում, թե Աստված մեզ համար լինելու է դատավոր, խիստ դատավոր, թե լինելու է փրկիչ։ Դա շատ կարևոր է։ Ոչ թե Աստված է ինքը որոշել, որ մեզ պետքա դատի, այլ մենք ենք մեր կյանքով ցույց տալիս, թե Աստված մեզ համար արդար դատավոր է, թե փրկիչ։ Եզեկիել 18-րդ գլխի 23 համարը կարդանք. Միթե ես երբեք կուզեմ ամբարիշտի մեռնելը, ասում է Տեր Եհովան, չէ որ նրան իր ճանապարհից դարձի գալն ու ապրելն եմ ուզում։ Տեսեք, անգամ Աստված ամբարիշտի մահը չի ուզում։ Ամբարիշտը այն մարդիկ են, ովքեր ճանաչում են Աստծուն, բայց չեն ապրում այն կյանքով, որը Աստված ասում է։ Ինքը ասում է, ես դաժե այս մարդկանց ուզում եմ, որ այս մարդիկ վերադառնան իրենց հին ճանապարհներին։ Աստված ցանկանում է, որ մենք բոլորս փրկվենք։ Աստծո նպատակը այն չի, որ մեզ դատի։ Երկրորդ Կորինթացիների 5:10-ում ասվում է. Որովհետև մենք ամենքս պետք է հայտնի լինենք Քրիստոսի ատյանի առաջին, որ ամեն մեկս ընդունի իր մարմնովը ինչ որ գործեց, թե բարի, թե չար։ Սա խոսում է վերջի դատաստանի մասին, ու այստեղ ասում է, որ մենք բոլորս
մի օր կանգնելու ենք Հիսուս Քրիստոսի ատյանի առջև։ Ես մի ժամանակ մտածում եմ, որ ովքեր որ փրկվելու են, իրանք չեն կանգնելու ատյանի առջև, իրանք ազատ են լինելու, բայց Աստծո խոսքը մեզ հստակ ասում է, որ բոլորը ես եւ դուք մի օր գալու է, որ կանգնելու ենք ատյանի առջև ու պատասխան ենք տալու մեր արածների եւ չարածների համար, մեր բարի գործերի համար եւ չար գործերի համար։ Միգուցե շատերը չեն մտածել սրա մասին, միգուցե շատերը չեն հավատում, միգուցե չգիտեմ, իրականում հավատակ թե չհավատակ, սա այսպես է։ Մենք մի օր կանգնելու ենք ատյանի առջև։ Հիմա եթե մենք հավատանք, չգիտեմ, օվկիանոսից այն կողմ Ամերիկան կա թե չկա, իրականում հավատալուց ոչ մի բան չի փոխվում իրականության մեջ։ Ամերիկան կա։ Թե անգամ մենք չհավատանք։ Նույնը այստեղ, եթե մենք չհավատանք անգամ, որ մենք կանգնելու ենք ատյանի առջև, Աստծո խոսքը ասում է, որ մի օր գալու է ու կանգնելու ենք։ Ու Հայտնություն 27 գլխում նկարագրում է, թե ոնց է լինելու։ Շատ լավ է նկարագրում, կուզեմ կարդամ 27 գլխի 11 համարից մինչև 15 համարները։ Եվ տեսա մի սպիտակ մեծ աթոռ եւ նրա վրա նստողին, որի երեսից երկինքը եւ երկիրը փախան, եւ տեղ չգտնվեցավ նրանց համար։ Եվ տեսա մեռելները մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին, եւ գրքեր բացվեցան, եւ մի ուրիշ գիրք էլ բացվեցավ, որն է կյանքի գիրքը, եւ մեռելները դատվեցան այդ գրքում գրվածներից իրենց գործերի համեմատ։ Եվ ծովն իր մեջի մեռելները տվավ, եւ մահը եւ դժոխքը իրենց մեջից մեռելները տվավ, եւ ամեն մեկն իրանց գործերի համեմատ դատվեցավ։ Մահը եւ դժոխքը գցվեցան կրակի լճի մեջ։ Սա երկրորդ մահն է, եւ եթե մեկը գրածը չգտնվեցավ կյանքի գրքի մեջ, կրակի լճի մեջ գցվեցավ։ Տեսեք, 11 համարում ասում է սպիտակ մեծ աթոռի վրա նստողին տեսա, չի ասում ով է այստեղ, բայց մենք նոր կտակարանից գիտենք, որ Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով դատելու է բոլորին։ Հաջորդ համար ասում է մեծ եւ փոքր մեռելները կանգնած աթոռի առջև։ Ես այսպես եմ հասկանում այս համարը, որ մարդկությունը ամբողջ հարություն առնելու ու հերթով դատաստան է լինելու։ Այսինքն դատաստանի ժամանակ ամբողջ մարդկությունը ներկա է լինելու։ Ու հաջորդ համարում ասում է կար երկու գիրք, մեկը կյանքի գիրքն է, որտեղ գրված է մեր անունները, ու անունը որ չլինի, կգցվի կրակի լիճը, կգնա դժոխք, իսկ մյուս գրքում գրված է, որ գրքում որ կարելի ասել մեր կյանքի պատմությունն է, մեր արածները եւ չարածները, ըստ դրա ենք մենք դատվելու գործերի համեմատ։ Ու ուզում եմ շեշտեմ, որ այս ամեն ինչի մեջով բոլորս անցնելու ենք, ինչ որ մեկը չկա, որ ասում է պլստա։ Հիմա կուզեմ 4 կետ դիտարկենք մարդկային դատի եւ Հիսուսի արդար դատի միջև։ Առաջինը, երկրային դատավորը տեսնում է միայն արտաքին հանցանքները, վկաների ցուցմունքը, երևացող փաստերը։ Մարդը չի կարող դիմացին տեսնել ու դատել, ասել դու, չգիտեմ, նախանձ ես, դու չարախոս ես, այդպիսի դատ գոյություն չունի, դա հիմք չի հանդիսանում դատարանում։ Դատարանում պետք է փաստ։ Եթե չկա փաստ, ուրեմն մարդը դեռ արդար է, այնքան ժամանակ մինչև չկա փաստ։ Իսկ Աստծո խոսքը մեզ ասում է, որ Աստված ոչ միայն մեր արածների եւ չարածների համար է մեզ պատասխանատվության կանգնեցնելու, այլ նաեւ կուզեմ կարդամ մեր մտքի եւ սրտի դիրքն էլ է շատ կարևոր։ Հռոմեացիների 2:16-ը ասում է. Այն օրը, որ Աստված մարդկանց ծածուկ բաները կդատե, իմ ավետարանի համեմատ Հիսուս Քրիստոսի ձեռքով է։ Ասեք ծածուկ բաները։ Աստված գիտենք, որ սրտեր, երիկամունքներ քնող Աստված է եւ այդ վերջին օրը մեր սիրտը, մեր միտքը ինքը եւս դատելու է։ Ինքը մեր գործերը չի դատելու։ Ինքը դատելու է մեր մեջի նախանձը, ցանկությունները, չարախնդությունը, ատելությունը, մեր հպարտությունը, եսասիրությունը, երկրիասյանությունը, ժլատությունը, չներելը, կեղծ խոնարհությունը եւ այսպես շարունակ բաներ կարող ենք թվարկել, որոնք դիմացին նայելուց չի երևում, բայց կարող է այդ միգուցե այդ մարդու մեջ այս կետերից մեկը լինի։ Երկրորդ կետը, որ կուզեմ խոսեմ, Աստծո դատաստանը չես կարող բողոքարկել։ Եթե երկրի վրա ինչ որ
դատ լինի ու մարդը մտածի, որ դա անարդարացի է, կարող է, չգիտեմ, բողոքարկել այդ դատը կամ ավելի բարձր ատյան գնալ, չգիտեմ, վճռաբեկ դատարան, չգիտեմ, սահմանադրական դատարան, չգիտեմ, եվրո դատարան, այսինքն կարգեր կա ավելի բարձր։ Եթե դու համաձայն չես դատի, դու կարող ես բողոքարկել եւ դատանը կարող է ընդունել քո բողոքարկումը։ Իսկ վերջի դատաստանի ժամանակ ոչ ոք չի կարող չհամաձայնվել, բողոքարկել կամ դատապաշտպան կանչել, այսպես ասած։ Աստված արդար դատավոր եւ առասարակ Հովհաննես առաքյալը երբ որ 3.5 տարի ծառայեց Հիսուսի հետ, գրված է, երբ որ տեսավ Հիսուսին իր ողջ փառքով, ասում է մեռելի պես ընկավ գետին։ Ու հենց հայտնություն 20 համարի մեջ որ ասում է երկինքն ու երկիրը փախավ, ասում է այդ աթորից։ Եթե ինչ-որ մեկը մտածում է կարա արդրանա Աստծո առջև, չգիտեմ, սխալվում է չարաչար, այսինքն չենք կարող մենք այնտեղ ինչքան էլ ճարպիկ լինենք, ինչքան էլ լավ լեզու ունենանք, չենք կարող մենք արդարանալ, որտեղ մենք այնտեղ միգուցե չկարանք ծպտուն հանել, այսպես ասած։ Երրորդ կետը Աստված անաչառ է։ Հռոմեացիների 2:11-ում գրված է հստակ. Մարդը կարող է ծռել դատը։ Ինչպես արեցին քահանայապետը, Պիղատոսը, փարիսեցիները Հիսուսի հետ։ Մարդիկ սխալ ցուցմունք տվեցին Հիսուսի դեմ ու Հիսուսը դրանից պատժվեց։ Անարդար դատ եղավ։ 5 տականում Սամուելի որդիները Ոփնի եւ Փենեսը գրված է, որ նրանք կաշառք էին վերցնում եւ դատը ծռում էին։ Երկրի վրա հնարավոր է դատը ծռել, բայց երկնքում հնարավոր չի։ Չորրորդ կետը ամենակարևոր կետերից է, Աստված համբերում է եւ ժամանակ է տալիս փոխվելու համար։ Սա մեծ արտոնություն է մեզ։ Իսկ երկրի վրա, եթե չգիտեմ ինչ-որ հանցանք գործենք ու փաստ լինի, վարկյան առաջ մեզ կարան դատապարտեն դրա համար։ Աստված ողորմած է եւ թույլ է տալիս մեր հանցանքներից ետ դառնանք։ Նա ուզում է բոլորիս փրկվելը։ Իսկ փրկությանը մեկ ճանապարհ կա, ու այդ ճանապարհը Հիսուս Քրիստոսը խաչի միջոցով հարթել է մեզ համար, ինձ եւ քեզ համար։ Ու մենք պետք է այդ շնորհից փորձենք օգտվել։ Ու ինչ պետք է անենք, որպեսզի փրկվենք։ Միգուցե շատերի համար նորություն լինի, բայց միգուցե նոր մարդիկ լինենք, ուզեմ կարդամ։ Ոնց պետք է փրկվենք։ Եփեսացիների 2-րդ գլխի հայտնի համարը շատերը գիտեն անգիր 8-ից 9 համարները։ Որովհետև շնորհքով եք փրկված հավատի ձեռքով է, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է։ Ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա։ Տեսեք, այս համարի մեջ երկու բանալի բառ կա։ Առաջինը շնորհն է, որ ձրի փրկություն, Աստծո կողմից տրված Հիսուս Քրիստոսի միջոցով բոլորիս։ Եվ երկրորդ բանալի բառը այդ հավատքն է։ Հավատքի միջոցով մենք ընդունում ենք Աստծո տված փրկությունը։ Կարելի է ամփոփել եւ Աստված փրկությունը տալիս է անվճար, մենք հավատքով ընդունում ենք, բայց գործերը արդյունք են, ոչ թե հիմք։ Սա շատ կարևոր է։ Մարդիկ կա մտածում են, դե ընդունեցի Հիսուս Քրիստոսին իմ կյանքում Տեր ու Փրկիչ, աղոթք արեցի, ընդունում եմ, հավատում եմ, բայց իրենց գործերը դա չի վկայում։ Սա շատ կարևոր է երրորդ կետը ու շատ եկեղեցիներ այս հարցում անգամ շեղվում են, ասում են դե ինչ կարևոր է, եթե մենք գործերով չենք դատվելու, կարելի ասել, գործերով չենք փրկվում, Աստված է մեզ փրկում։ Մենք կարանք ինչ էլ ուզենք անենք, մեկը փրկվելու ենք, որովհետև մենք Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ ենք ընդունում։ Սա շեղվածություն է։ Ու Հակոբոս 2:17-ում ասում է հավատքը առանց գործերի մեռած է։ Մատթեոս 16:28-ում եւ Հռոմեացիների 2:6-ում նույն բաներն է գրած, կարդանք Հռոմեացիների 2:6-ում ասում է. Նա ամեն մեկին իր գործերի պես հատուցում կտա։ Բազմաթիվ համարներ կա, որ մենք մեր գործերի համար պատասխան ենք տալու։ Աշխարհում շատ շատերն են ընդունում Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, բայց միգուցե Հիսուսը իրանց ասի հեռու գնացեք ինձանից ով բոլոր անիրավություն գործողներ։ Եվ այդ հեռու լինելը կուզեմ մի քիչ
շակերտները բացենք, այդ հերու լինելու է հավիտենական։ Ինչ տխուր բանից եմ խոսում, բայց իրականություն ասա։ Այս հերու լինելը հավիտենական է լինելու։ Ժամանակավոր չենք մենք հերու լինելու, հետո կարող ենք մոտենալ։ Դատաստանը մենք պետք է հասկանանք, որ վերջնական է, չենք կարող փոխել։ Մենք, չգիտեմ, ապրում ենք 70-80, առավելագույնը 90 տարի, մենք այս տարիների ընթացքում ենք որոշում հավիտենականությունը որտեղ ենք անցկացնելու։ Անցկացնելու ենք դրախտում, թե դժոխքում։ Ընդհանրապես հավիտենականության մեջ 70-80 տարին աննշան է, մի ակնթարթ է հավիտենականության մեջ։ Ու չարժի մենք այս 70-80 տարին մեզ սխմած պահենք, sense կոպիտ ասած, որ հավիտենականությունը անցկացնենք դրախտում։ Միայն այն փաստը, որ դժոխքը հավիտենական է ու չարչարանքը հավիտենական է, սա ուղղակի սարսափելի է։ Եթե մեզանից ցանկացածը մի քանի վայրկյան պատկերացնի, զգա լավ, մարմնով զգա թե ինչ է կատարվում դժոխքում, վստահեցնում եմ, որ մեր կյանքը 180 փոխվելու է։ Վստահեցնում եմ, մի քանի վայրկյան։ Մենք շատ ժամանակ ասում ենք հավիտենական տանջենք, բայց շատ ժամանակ մեր ուզած ձևով ենք ապրում։ Չենք մտածում, երկար չենք վանում։ Ու ասեմ, որ դժոխքում բոլորը երանի են տալիս ինձ ու քեզ։ Որտեղ նախ մենք ունենք փրկություն, եթե անգամ չունենք, մենք ունենք հնարավորություն փրկվելու։ Դժոխքում բոլորը երանի են տալիս, որ 5 վայրկյան վերադառնան այստեղ, ընդունեն Հիսուս Քրիստոսին Տեր եւ Փրկիչ եւ այսքանը։ Մենք ունենք այս արտոնությունը եւ հավատացեք ժամանակը տարիքով մեծերը ասում են կարճ է։ Մի ակնթարթ է, ինչպես Աստծո խոսքը ասում է գոլորշու պես ասում է։ Իպա երևաց ու անհատացավ։ Կյանքը շատ կարճ է եւ մենք պետքա մեր այս կարճ կյանքում փորձենք հավիտենականության մեջ պտուղներ բերենք ու փորձենք հավիտենականության ժամանակ լինել դրախտում։ Դա Աստված, որ մեզանից յուրաքանչյուր լսի այս խոսքերը, ապրես բարի եւ հավատարիմ ծառա, վերջի դատաստանի ժամանակ։